Կրթության դերը իհարկե շատ մեծ է եղել, ինձ համար կրթությունը չունի սահմաններ։ Այժմ գործընկերային հարաբերությունները չեն գործում, բայց մեր ընկերական հարաբերությունները պահպանվել են։ Առաջ եկավ սոցիալական կոմպոնենտը, սկսվեցին ծառայություններ ոչ միայն վճարովի, այլ շաբաթ եւ կիրակի օրերին կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար անվճար խմբակներ հիմնեցինք։ Բիզնեսը հիմնել ենք մի նվազագույն աշխատավարձից, որը մեր վերջին աշխատավարձն էր, որը ստացանք մինչև դա աշխատելիս։ Հիմնականում մեր գործունեության ամենաթույլ կետը երևի եղել է մարքեթինգը, աշխատակիցը ունենա նախադպրոցական կրթություն կամ մանկավարժական կրթություն եւ մասնակցի ատեստավորման, որի ընթացքում կկարողանա ձեռք բերել մանկավարժի հավաստագիրը։ Եղել է նույնիսկ ընթացք մոտ 2 տարի, որ միակ աշխատակիցը ես եմ եղել, մինչև բիզնեսը ինչ-որ չափով ոտքի է կանգնել։ Շարունակում ենք մեր բիզնես չելենջ հաղորդումների շարքը։ Հաղորդում, որտեղ մենք խոսում ենք փոքր ու միջին բիզնեսի մասին, վերհանում դրա առանցքային խնդիրները։ Մեր հյուրերը իրենց պատմություններով օրինակ են դառնում գուցե ձեր առաջին, գուցե ընթացքային քայլերի հարցում։ Այսօրվա մեր հաղորդումը փոքր-ինչ տարբերվում է մեր մյուս հաղորդումներից, այն իմաստով, որ մեր հյուրը ինքն է ցանկություն հայտնել դիտելով մեր մյուս հաղորդումները գալ եւ մասնակցել, պատմել, կիսվել իր բիզնեսի մասին։ Եվ այսօրվա մեր հյուրն է Արևիկ զարգացման կենտրոնի հիմնադիր Շուշան Հարությունյանը։ Բարև ձեզ Շուշան ջան, շնորհակալություն մեր հաղորդումները, մեր ոդքասթները դիտելու համար եւ տենց ցանկություն հայտնելու, որպեսզի գալ եւ մասնակցել այսօր մեր այսօրվա նկարահանմանը։ Ձեզ շնորհակալություն։ Շուշան ջան, խոսելու ենք այսօր մանկական զարգացման կենտրոնի մասին, խոսքի լինելու երեխաների հետ աշխատանքի մասին եւ միանգամից կուզենայի ձեզ խոսքը փոխանցելով հարցնել, թե ինչպես, երբ սկսվեց, ինչու սկսվեց նմանատիպ գործունեություն բիզնես սկսելու գաղափարը։ Գաղափարը ի հայտ է եկել 2022 թվականին։ Այդ տարիներին աշխատում էի ես նախադպրոցական ուսումնական հաստատությունում եւ երկու ընկերներով որոշեցինք, որ սկսենք մեր իսկ սեփական բիզնեսը նախադպրոցական կրթության ոլորտում։ Եթե փորձենք խոսել ձեր կրթության մասին, ասացիք, որ նմանատիպ փորձառություն եք ունեցել, սակայն ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչ կրթություն է ունեցել հիմնադիրը տվյալ բիզնեսում եւ ինչքանով է եղել դրա դերը։ Կպատմեք մի փոքր դրա մասին։ Այո, նախնական կրթությունը եղել է տնտեսագիտություն, այնուհետև նախադպրոցական մանկավարժություն, այժմ ուսումնասիրում եմ հոգեբանությունը։ Կրթության դերը իհարկե շատ մեծ է եղել, ինձ համար կրթությունը չունի սահմաններ։ Շուշան ջան, ըստ խոսքիդ մեջ, որ գործընկերային հարաբերություններով եք սկսել գործունեությունը, այժմ որ փուլում է գտնվում այդ գործընկերային հարաբերությունները կամ ինչպես է տրանսֆորմացվել բիզնեսը։ Այժմ գործընկերային հարաբերությունները չեն գործում, բայց մեր ընկերական հարաբերությունները պահպանվել են։ Գործընկերային հարաբերությունները գործեցին մոտ 1 ամիս, մենք երկու գործընկերներով 1 ամիս բիզնեսը շարունակեցինք, 1 ամիս անց փոքրիկ փոփոխություններ եղան մեզ մոտ, բիզնեսի ֆորմատի փոփոխություններ եղան, հա, եւ մեր հարաբերությունները մնացին ընկերական, բայց բիզնեսը մի փոքր այլ ուղղությամբ գնաց։ Առաջ եկավ սոցիալական կոմպոնենտը, սկսվեցին ծառայություններ ոչ միայն վճարովի, այլ շաբաթ եւ կիրակի օրերին կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար անվճար խմբակներ հիմնեցինք, այդպես։ Ինչու Արևիկ։ Արևիկ իմ բալիկի անունն է։ Եթե փորձենք խոսել, թե ձեր զարգացման կենտրոնը ինչով է տարբերվում մյուս զարգացման կենտրոններից, ինչ դասընթացներ եք դուք դասավանդում, որ մյուսները չունեն, ինչ տարեկային սեգմենտում են գտնվում երեխաները։ Այո, մեր կենտրոնը մատուցում է 3-ից 10 տարեկան երեխաների համար հետևյալ ծառայությունները՝ խոսքի զարգացում, լոգոպեդի եւ հոգեբանի ծառայություն, նկարչություն, կավագործություն, տարիքային զարգացում, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար զարգացման ծառայություններ եւ խնամքի ծառայություն։ Իսկ այնտեղ նաև մտնում են դպրոցական, դպրոցահասակ երեխաները, իրենց մասով օրինակի համար կրկնուսուցիչ ծառայություններ, եթե ծնողները ցանկություն են հայտնում, որպեսզի կրկնուսուցիչ ծառայություններ մատուցեք, դուք նույնպես կարող եք։ Ծառայությունները նույնպես մատուցում ենք։
Ես միշտ այդ հարցը տալիս եմ, չնայած հասկանում եմ, որ դա նուրբ հարց է, բայց հիմնելուց այդ 2022 թվականին նշեցիք խոսքի մեջ, ստարտային կապիտալի խնդիր ունեցել եք, ինչպես եք հիմնել բիզնեսը։ Այո, ունեցել ենք կապիտալի խնդիր, կարելի ասել գրեթե չենք ունեցել կապիտալ, զրոյից ենք հիմնել, բիզնեսը հիմնել ենք մի նվազագույն աշխատավարձից, որը մեր վերջին աշխատավարձն էր, որը ստացանք մինչև դա աշխատելիս, եւ այդպես հիմնեցինք։ Շատ փոքրից ենք սկսել, փոքր տարածք, քիչ գույք, քիչ նյութեր, այդպես։ Ես միշտ փորձում եմ հարցնել, թե բիզնեսում որն է եղել ձեր շրջադարձային կետը, այսինքն եթե ձեր գործունեությունը արդեն գրեթե 4 տարուց ավել է գոյություն ունի, ինչ որ դա նշան է, որ դուք գտնվում եք ճիշտ ճանապարհի վրա, դժվարությունների ինչ որ մի մասը հաղթարել եք։ Որն եք համարում ձեր այն շրջադարձային կետը, երբ որ սայտագումները եւ այլ բարդույթները հաղթարել եք եւ հիմա գտնվում եք մեր խոսակցական լեզվով ասած գծի վրա։ Շրջադարձային կետը եղավ, երբ 1.5 տարին լրացել էր արդեն եւ խնդիր ունեինք տարածքի։ Բալիկները շատացել էին եւ տարածքում մենք այլևս չենք տեղավորվում, ոնց փորձում էինք թե ժամային գրաֆիկով, թե այնտեղ երկարօրյա մնացող բալիկներ ունեինք, կարճ մնացող բալիկներ, ծառայությունների համար սենյակներ չունեինք համապատասխան, տարածքը մեծ ամբողջական սենյակ էր եւ դա մեզ չէր բավականեցնում եւ արդեն ընտրություն կատարելու հարց եղավ, որ պետք է տարածք մենք փոխենք։ Դա որ տարիներ գործունեության 1.5 տարի էր լրացել ծնեությունը, հա, տարածքի խնդիր առաջացավ եւ փորձում էին գտնել տարածք ու ամենաբարդը գտնել տարածք հենց նույն համայնքում, որովհետեւ եթե մենք համայնքը փոխենք, եթե մենք փոխենք համայնքը, միգուցե նույն երեխաները մի փոքր հեռու չկարողանային գալ մոտ կգային, բայց հեռու գալու խնդիր ունեինք եւ առաջին իսկ ստացված տարածքը, որը որ մեր աչքի տակ կար, մի փոքր այն կողմ, հենց հա, իրականում հարմար ընդհանրապես չէին համապատասխանում մեր սպասելիքներին, ոչ մի պայման չկար, վարձակալեցինք եւ շատ արագ կերպով երևի 20 օրվա ընթացքում փորձեցինք ինչ որ մեկ մեծ սենյակ էր, ինքը շատ մեծ տարածք էր եւ փորձեցինք այդ մեկ մեծ սենյակը բաժանել մոտ 4 մասի ու ստանալ սենյակներ, որպեսզի կարողանանք այդտեղ մատուցել ծառայությունները։ Շուշան ջան, կա ինչ-որ մեկը կամ երևույթ ձեր ոգեշնչման համար։ Երեխաները։ Ես գրաում եմ, որ այդ կլինի պատասխանը։ Եթե փորձենք խոսել, թե դուք ինչպես եք ներգրավում ձեր սաներին, ինչ-որ մարքեթինգային արշավներ կատարում եք, ինչ եք փորձեք հատկանշական որպես դրվագ նշել։ Հիմնականում մեր գործունեության ամենաթույլ կետը երևի եղել է մարքեթինգը, մեր օրերում առաջնային է դա, բայց մեզ մոտ դրվել է վերջին կետում, որովհետև զբաղված ենք եղել ակտիվ աշխատանքով եւ մարքեթինգի մասին մի փոքր մոռացել ենք։ Վերջին ամիսներին նոր սկսել ենք ինչ-որ չափով մարքեթինգին ուշադրություն դարձնել, բայց եղել են արշավներ ասելով մասնակցել ենք մոտ 12 փառատոնի, 5 էքսպո ցուցահանդեսի։ Ինչ ֆորմատով եք ներկայացված լինում, այսինքն պլակատներով գնում եք, ձեր նկարները, պլակատներ, մեր ծառայությունները եւ մեր ստեղծած խաղերը, դիդակտիկ նյութերը, որը որ կենտրոնը իր կողմից ստեղծում է, դրանք եւս մեզ հետ տանում ենք, այդ ֆորմատով ենք ներկայանում, մատուցում ենք ծառայություններ այդ փառատոնների վայրերում, երեխաների անվճար ուսուցում, կավագործություն, դիդակտիկ խաղերի ժամ։ Ես կուզենայի իրականում հարցնել, թե ինչով եք տարբերվում նմանատիպ զարգացման կենտրոններից, քանի որ շատ են զարգացման կենտրոնները, դուք արդեն սկսեցիք դրա մասին պատմել, մի փոքր մանրամասնեք։ Իսկ սկզբանե նշեցի, որ մեր հիմնական տարբերությունը կարողունակահեն կրթությունն է, մի փոքր մանրամասնեմ կարողունակահեն կրթություն ասելով ինչ նկատի ունեմ, որպեսզի երեխաները ճիշտ է աշխատում ենք հիմնական պետական չափորոշիչ ծրագրերով, բայց ավելի շատ նախապատվությունը տալիս ենք որպեսզի երեխաները յուրաքանչյուր ծրագրի ընթացքում իրենց ձեռքերով պատրաստեն, իրենք շրջակա միջավայրը ուսումնասիրեն, մասնակցեն բազմաթիվ էքսկուրսիաները հիմնականում ուղղված են հայրենաճանաչությանը, երեխաները ուսումնասիրում են մեր հայրենիքի բոլոր անկյունները, ինչը որ հասանելի է մեզ, ինչը որ կարողանում ենք երեխաներին ցույց տալ, մենք փորձում ենք հնարավորինս ամսվա մեջ մոտ 3-ից 5 էքսկուրսիա է կազմակերպում
կազմակերպվում երեխաների համար։ Տարվա կտրվածքով ես անցած տարվան էի հաշվում, մոտ 120 էքսկուրսիա ենք ունեցել մենք, ամիսներ է եղել, որ շաբաթվա 3 օրերը մենք տարածքում չենք եղել։ Նույնիսկ ձմռանը, անձրևին, աշնանը, ձմռանը, ձյունին, այդպես մենք հիմնական փորձել ենք երեխաների կապը պահպանել բնության հետ ավելի շատ։ Շուշան ջան, նշեցիր նաև քո խոսքում, որ դուք հատկապես սկզբում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հետ եք աշխատել, այդ ճյուղը մնացել, այսինքն կարելի ասել սոցիալական բաղադրիչ ունի նաև ձեր զարգացման կենտրոնը։ Սոցիալական բաղադրիչը, այո, պահպանվում է, առայժմ ամառային արձակուրդի մեջ ենք, սեպտեմբերից նորից կվերսկսվեն ուսուցման ծրագրերը սոցիալական, որոնք հիմնականում լինում են շաբաթ եւ կիրակի օրերին, 3-ից 10 տարեկան կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ լոգոպեդի ծառայություն, հոգեբանի ծառայություն, կավագործություն, նկարչություն եւ խոսքի զարգացում։ Այսինքն տվյալ մասնագետներին, տվյալ աշխատակիցներին ձեր ընկերությունում ունեք եւ իրենք այդ դասընթացները վարում են։ Մասնագետներ։ Միանգամից խոսենք աշխատակիցների մասով, ինչպես եք ներգրավում, ինչ բարդույթներ կան այդտեղ։ Աշխատակիցների մասով մի փոքր տվյալ ոլորտում նախադպրոցական կրթության ոլորտում հիմա բարդ է աշխատակիցներ ներգրավելը, քանի որ հստակ ունենք պահանջ նախադպրոցական կրթության ոլորտում աշխատակիցը պետք է ունենա հենց պարտադիր նախադպրոցական կրթություն, եթե նախկինում մենք կարողանում էինք աշխատակից ընդունել պարզապես միայն իր մարդկային որակներով, հիմնականում դրան էինք նայում, բայց այժմ ծրագիրը պարտադրում է, որպեսզի պետության կողմից պահանջված ծրագիրն է, որ աշխատակիցը ունենա նախադպրոցական կրթություն կամ մանկավարժական կրթություն եւ մասնակցի ատեստավորման, որի ընթացքում կկարողանա ձեռք բերել մանկավարժի հավաստագիրը։ Շուշան ջան, եթե մենք խոսում ենք սոցիալական գործունեության մասին, հիմնականում սոցիալական ձեռնարկությամբ զբաղվող ընկերությունները, անհատները մասնակցում են որոշակի պետական կամ մասնավոր ծրագրերի։ Դուք մասնակցել եք այդպիսի ծրագրերի։ Այո, մոտ 8 պետական ծրագրի ենք մասնակցել մենք։ Ճիշտ է, չենք հասել դրամաշնորհի փուլին, դրամաշնորհ չենք ստացել երբեք, բայց ստացել ենք բազմաթիվ պարգևատրումներ, սկսած անվճար վերապատրաստումներից, մինչև ծրագրում հանդիսացել ենք լավագույն ձեռներեցության ծրագիր է հանդիսացել մեր ներկայացվող ծրագիրը։ Ինչով են օգնել այդ ծրագրերը ձեր գործունեության հարցում։ Օգնել է, որ մասնագետները վերապատրաստվել են ծրագրի շրջանակներում, անվճար վերապատրաստումներ ենք ստացել, բոլորս 5 հոգի անվճար վերապատրաստումներ ստացան ծրագրի շրջանակներ, մոտ 3 ամիս անվճար վերապատրաստումների մասնակցեցինք։ Մի հատ բլից հարց տամ ձեզ, հատկապես որ բիզնեսում նաև կրթության մասին խոսեցինք, որն է ավելի կարևոր, ընտրել պետք է միայն մեկը, փորձը, գիտելիքը, թե համարձակությունը։ Գիտելիքը։ Գիտելիքը, դուք գտնում եք, որ ձեր դեպքում առավել կարևոր է գիտելիքը։ Դա այս բլից հարցի տալուց ես միշտ փորձում եմ նայել, թե ինչ առանձնահատուկ բիզնեսով են զբաղվում, ինչով է բիզնեսի առանձնահատկությունը եւ հետաքրքիր արդեն տարբերանշաններ կան, թե որ հիմնադիրները որն են ընտրում եւ մենք ցանկություն ունենք մի հատ sense շարք կազմել այդ բլից հարցերի, որ տեսնենք ով ինչ է պատասխանել, գուցե մոտակա շրջանում արդեն ունենանք նմանատիպ փոքրիկ վիդեոհոլովակներ։ Եթե փորձենք խոսել ձեր գործունեությունում արկա մարտահրավերների մասին, հենց մեր հաղորդաշարի անունը բիզնես չելենջ է, ձեր գործունեությունը ինչ մարտահրավերի առաջ է այսօր կանգնած։ Մարտահրավերի նորից երևի կնշամ տարածքի փոփոխման, մեծացման մարտահրավեր ունենք, նույնիսկ համայնքի փոփոխման մարտահրավեր ունենք, այլ համայնքում շարունակելու։ Դա կարելի է ասել, որ այսինքն զարգացումը տեղի ունենում որպես գործունեություն եւ դուք հիմա ուզում եք նոր մեծ տարածք կամ չգիտեմ, գուցե երկրորդն եք ուզում ունենալ, թե ուղղակի մեկ մեծ տարածք։ Իսկ ներդրումների աստիճան, որ սկզբում գործընկերային հարաբերություններով եք սկսել, իսկ այս փուլում գործընկերային կամ ներդրումների, որ ինչ-որ մեկը դիտի մեր հաղորդում եւ ցանկություն հայտնի չգիտեմ, գուցե իրեն դուր կա ձեր ներկայացրած տարբերություն այլ զարգացման կենտրոնից պատրաստ եք նմանատիպ գործընկերային հարաբերությունների։ Դեռևս երևի ոչ։
Գտնում եք, որ ավելի ճիշտ է սեփական ուղիով փորձել զարգացնել զարգացման կենտրոնը տանել այնտեղ, որտեղ որ ձեր պատկերացումներն են։ Իսկ դուք ըստ ձեզ ինչպես կարող եք օգնել ուրիշ բիզնեսների։ Օգնել փորձի փոխանակմամբ, ծրագրերի փոխանակմամբ, միասին միևնույն գաղափարի արժեքի շուրջ համագործակցությամբ։ Ես հասկանում եմ, որ նմանատիպ հարց տալուց, երբ որ հարց տալիս ես IT ընկերությանը, ինչ որ աուդիտորական ծառայություն մատուցող ընկերությանը, իրենց պատասխանը կարող է այլ լինել, սակայն ձեր դեպքում ես նայում եմ, որ դուք անցել եք ինչ որ ծրագրերի փուլ, մասնակցել եք տարբեր ծրագրերի, պատրաստ եք ձեր փորձով կիսվել այն բիզնեսներին, որոնք որ ուզում են մասնակցել, ոնց մասնակցել նմանատիպ ծրագրերի։ Իհարկե։ Աստիկ, որ նոր գալիք շրջանի համար ծրագիր է ընդլայնվել է, մարտահրավեր եք դա դիտում, իսկ այլ կրթական բաղադրիչներ ավելացնել ձեր ծրագրում։ Այո։ Երեք կրթական բաղադրիչ ենք նախատեսում ավելացնել, դեռ ծրագրերը ուսումնասիրման փուլում են, բայց ավելանելու են կրթական բաղադրիչներ։ Կա ինչ-որ հետաքրքիր դրվագ ձեր գործունեության այս 4 տարվա ընթացքում, որ հատկանշական եք ուզեք խոսել դրա մասին, կամ որ բիզնեսում ինչ-որ շրջադարձի կետ է հանդիսացել։ Հետաքրքիր դրվագ, կարող եմ պատմել մեր էքսկուրսիաներից մի դրվագ, երբ պետք է գնանք երեխաների հետ էքսկուրսիա, սովորաբար գնում ենք 8 տեղանոց մեքենաներով, ամեն մեքենայում մի դաստիարակ եւ երեխաները 7 հոգի տեղավորվում են, 15 երեխա էին, երբ մենք որոշեցինք գնալ եւ արդեն պատրաստվում ենք, սպասում ենք, որ մյուս դաստիարակը պետք է հասնի, որպեսզի մենք շարժվենք, մեքենաները պատրաստ, երեխաները տեղավորված են, դաստիարակը ճանապարհին ընկնում է ու ձեռքը կոտրում է։ Ու երեխաները սպասում են ոգևորված գնդակներ, խաղեր, որ իրենք պետք է գնան։ Ասում եմ միգուցե թողնենք, բոլորը արդեն այսպես լացով էլ անհնար էր իրենց ներս տանել ու որոշում ենք, որ մի մեքենայի մեջ պետքա բոլորով տեղավորվենք ու գնանք։ Այդպես ինչ որ կերպով մենք գնացինք, հասանք ու մենակ գնացի իրենց հետ, բայց էքսկուրսիան շատ հետաքրքիր բովանդակալից անցավ, պարզապես մի տխուր փաստ կար, որ դաստիարակի ձեռքը կոտրվել էր, մի քանի շաբաթ չեկավ դաստիարակը աշխատանքի, այդպես։ Շուշան ջան, եթե հաշվի առնենք ձեր անցած ճանապարհը, այսինքն բիզնեսում տարբեր առաջին քայլերը կատարել եք 22 թվականից։ Այո։ Հետ նայելով այդ 4 տարիներին մեծ դիտողների, ցանկություն հայտնողների, ովքեր ուզում են իրենց անձնական գործունեությունը սկսել, ինչ խորհուրդ կտաք սկսնակ գործարարներին։ Համառություն, նպատակասլացություն եւ հավատ։ Իրենց սեփական ուժերին առաջինը հավատ։ Իսկ դուք ինչպես եք տեսնում մեր երկրի պետության զարգացումը։ Որ ոլորտներն են ավելի շեշտադրված, որին պետք է գուցե պետությունը, գուցե մասնավոր սեկտորը ուշադրություն դարձնի։ Կրթական ոլորտները ավելի շատ։ Ինչ տարիքային սեգմենտի վրա շեշտադրել։ Հենց կրթությունն է, հենց նախադպրոցական տարիքից սկսած մինչև դեռահասություն։ Շուշան ջան, մենք խոսեցինք գործընկերային եւ մրցակցային հարաբերություններից, սակայն կուզեմ ավելի մանրամասնել, թե շատ են նմանատիպ զարգացման կենտրոնները, ինչով եք տարբերվում, ինչ մրցակիցների եւ գործընկերների հետ ինչ հարաբերությունների մեջ եք, ինչ առանձնահատուկ իրավիճակներ, դրվագներ կան։ Տարբերվում ենք երևի մեր շաբաթ-կիրակի օրերին գործող խմբակներով, անվճար խմբակներով, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար, իսկ մրցակիցների հետ կապված հիմնականում մրցակիցներ կան, բայց համագործակցություններ են նույնիսկ եղել տարածքային կենտրոնների հետ։ Միասին միևնույն գաղափարի շուրջ աշխատանք, որոնք երեխայակենտրոն գաղափարներ են եղել, օրինակ համայնքում կազմակերպել ենք խաղային մրցույթներ, ընթերցանության մրցույթներ, ընդհանուր համայնքի մաքրություն ենք կազմակերպել մի քանի կենտրոնի սաների հետ միասին։ Հետաքրքիր եւ ֆենոմենալ է, երբ որ կարողանում են մրցակիցներով մի գաղափարի շուրջ միավորվել, չնայած ինձ թվում է նաեւ ձեր դեպքում տարբերությունն այն է, որ ձեր միավորող արժե համակարգն է երեխաների կրթությունը, իրենց մոտ
հարաբերվելու, հատկանիշները բարելավելու իմաստով։ Շուշան, անձնապես մի հարց էլի, եթե դուք չզբաղվեիք այն բիզնեսով, ինչով որ հիմա եք զբաղվում, եթե չլիներ զարգացման կենտրոնը, ինչ գործունեությամբ կզբաղվեիք։ Իրականում, եթե չլիներ զարգացման կենտրոնը, միգուցե այլ բիզնես գործունեությամբ զբաղվեի եւ ավելի հաջողեի, որովհետեւ կոնկրետ զարգացման կենտրոնը երեխաների հետ աշխատանքը ինձ համար այդպես էլ չդարձավ բիզնես, դա մնաց իմ սիրելի աշխատանքը, հոբին ավելի շատ, որում հիմնականում այդքան բիզնես մոտեցում ցույց չեմ տվել։ Ավելի շատ եղել է աշխատանք, ես չի եղել օր, որ ես ինքս տնօրինեմ բիզնեսը, որպես տնօրեն այնտեղ լինեմ, բոլորը գիտեն հաճախող բարիկների ծնողները, ես առավոտյան 0:00-ից աշխատել եմ մինչև 19:00 ու եղել է նույնիսկ ընթացք մոտ 2 տարի, որ միակ աշխատակիցը ես եմ եղել, մինչև բիզնեսը ինչ որ չափով ոտքի է կանգնել, հետո նոր աշխատակիցներ ենք ընդունել, բայց իրականում չդարձավ բիզնես, նույնիսկ եղել են պահեր, որ որոշել եմ թողնելու իրոք իրական բիզնես սկսելու մասին, որովհետև ու վստահ եմ, եթե նույնիսկ անցնի տարիներ, մի քանի տարի եւս այս ոլորտում մնանք, էլի դա ինձ համար բիզնես գործունեություն չի դառնալու։ Եթե ամեն ինչ սկսեք, ենթադրենք հիմա 2022 թվականն է, դուք չգիտեք ինչ կլինի ապագայում, բայց ինչ որ բան հիշում եք ձեր անցած ուղուց։ Եթե ամեն ինչ սկսեիք 0-ից նորից, ինչ այլ կերպ կվարվեիք գործունեության հարցում։ Ինձ թվում է չէի փոխի ոչինչ գործունեության հարցում։ Օրինակ, այդ նույն գործընկերային հարաբերությունները կրկին նույն ձև կսկսեիք, կանցնեիք այդ մի քանի ամիս փուլերը եւ անկախ դրանից երևի հա չէր փոխվի դա, որովհետեւ այդ գործընկերային հարաբերությունները հենց մեզ տվեցին ամուր ընկերություն։ Միգուցե մենք գործընկերային հարաբերությունների մեջ մնալով ժամանակի ընթացքում պարզապես գործընկերներ էինք դառնալու, բայց այս պահին մենք ունենք ամուր ընկերություն։ Ես միանգամից էլի կռահում եմ պատասխանը, բայց ամեն դեպքում հարցը ձևակերպեմ, թե ձեր բիզնեսը ինչ արժեքի, արժեհամակարգի շուրջ է հավաքված, ինչն է դրա հիմքում դրված։ Հիմքում ընկած է հիմնականում երեխայակենտրոն մոտեցումը, կարողոնակահեն մոտեցումը եւ հայրենաճանաչությունը։ Նաեւ դուք դրանով տարբերվում եք ասցիք մյուս զարգացման կենտրոններից։ Իրականում, երբ որ գործ ունես այն հիմնադիրների հետ, ում համար բիզնեսը միայն գործունեություն չի, միայն գումար աշխատելու միջոց չի, այլ իր առօրյա կյանքն է, շատ դժվար է նմանատիպ հարցեր տալը, թե ինչն է ձեզ ստիպում վեր կենալ, աշխատել, գործունեություն անել, բայց ամեն դեպքում կուզեմ հասկանալ այդ ուժը, եռանդը որտեղից եք դուք ստանում։ Ինձ շատ են հարցնում ընկերներ, հարազատներ, որտեղից է ստանում այդ ուժը, այդ դրականությունը, երբեմն միշտ դրական ես ու միշտ իրենց բացատրում եմ, ես ամբողջ օրը շփվում եմ երեխաների հետ ու իրենցից ինչ որ այլ էմոցիա քեզ չի կարող գալ բացի դրականից ու ուժից։ Ու երևի հիմնական ուժը դա է, որ դու առավոտյան գիտես, քեզ այնտեղ սպասում են, տարբերակ չունես, հիվանդ ես, առողջ ես, գործեր ունես, խնդիրներ ունես, դու պետք է ամեն ինչ թողնես դրսում եւ իրենց դրական տրամադրությամբ մտնես ներս։ Հիմնականում իրենցից է գալիս։ Շուշան ջան, ո՞րն է հաջողության բանալին։ Հավատը։ Շուշան ջան, նայ մեր հաղորդաշարի ընթացքում մի քանի ավանդույթներ են ձևավորվել, որոնցից մեկը, երբ որ մեր հյուրերը ինչ որ գիրք կամ սկսեցին բոլորը շեղվել իրենց պրոդուկտներից փորձել նվիրել, ազատ ես իրականում, բայց ինչ ես ուզում դու նվիրել մեզ հետաքրքիր մեկնաբանություն հարց գրողին։ Գիրք կնվիրեմ 80-20 սկզբունքը։ Շնորհակալություն շատ։ Անպատասխան ընթացակարգից հետո մենք փոխանցենք գիրքը կամ գուցե ձեզ էլ հրավիրենք միասին տեսնեք մեր դիտողին, ով որ հետաքրքիր մեկնաբանություն է գրել։ Եվ մեր մյուս հետաքրքիր ավանդույթը այն է, որ մեր նախորդ հյուրը հարց է տալիս հաջորդ հյուրին, չիմանալով թե ով է հյուրը։ Եվ այս դեպքում մի փոքր ծավալուն, բայց շատ հետաքրքիր հարց է ձեզ բաժին ընկել։ Ես կփորձեմ մաս-մաս այն տալ, որպեսզի հարցի սկիզբն ու վերջը չխառնվեն իրար հետ։ Ենթադրենք վաղը ինչ որ ֆորս մաժորային կամ այլ հանգամանքներից լինելով ձեր գործունեությունը այլևս
Հնարավորություն չկա շարունակել, զրոյական կետում եք գտնվում, ինչ կանեք, ինչով կզբաղվեք։ Նորից այդ գործունեությամբ այլ ֆորմատով։ Եթե գտնվում եք այն վիճակում, երբ որ չկա ինչ-որ մեկը, որ ձեզ օգնի դուրս հանի այդ զրոյական վիճակից, այդ նորից կետը հաղթահարելու շրջանը պետք է անցնեք, կա ինչ-որ մեկ, ում առաջին եք կզանգարեք եւ հատկապես օգնության կդիմեք։ Կա, բայց բնավորության համաձայն չեմ սիրում օգնության դիմել, փորձում եմ ինքնուրույն դուրս գալ այդ իրավիճակներից, հետո որ ինքնուրույն ես դուրս գալիս, ավելի հաստատակամ ես կանգնում քո ոտքերի վրա, ավելի այլ ձևով ես մոտենում, երբ որ ինչ-որ հույս ունես, դու ավելի շատ ես սխալվում, բայց երբ գիտես, որ օգնության այդ հույսը չկա, դու փորձում ես ամեն ինչ ճիշտ անել ավելի։ Հնարավորությունը չես ունենում սխալվելու, չես նայում, որ ունես դա։ Դու գիտես, որ այդ հնարավորությունը չկա սխալվելու եւ ինձ թվում է փորձի վրա ավելի դա դեպքում կա այդ առանձնահատուկ անձնավորությունում կարող եք զանգել։ Ինչի համար եմ հատկանշական շեշտ դնում, որովհետեւ այդ հարցի շարունակությունը նաեւ իսկ այսօր դուք երբ որ չունեք նմանատիպ խնդիրներ, նմանատիպ ամուր կապի մեջ եք տվյալ անձնավորության հետ եւ կարող եք ցանկացած պահի զանգել մեկը մյուսի վրա։ Իրոքից հետաքրքիր հարց էր ձևակերվել մի քանի մասից բաղկացած ձեզ բաժին ընկավ։ Շուշան ջան, որն է քո հարցը մեր հաջորդ հյուրին։ Հարցը, եթե հնարավորություն ունենայիք ձեր բիզնեսում կատարել փոփոխություններ եւ ունենայիք շատ կարճ ժամանակ, ինչ փոփոխություններ կկատարեիք այդ կարճ ժամանակի ընթացքում։ Ոչ ոլորտային, այլ բիզնեսը բիզնեսի շրջանակներում։ Ոչ թե բիզնեսի ոլորտը փոխել, այլ բիզնեսում բիզնեսի շրջանակներում ինչ որ փոփոխություններ կատարել։ Ես միշտ շեշտը դնում հարցերը հստակ եմ ձևակերպում, որպեսզի հաջորդ անգամ դիտելուց դուք հասկանաք, որ անպայման ստացել եք ձեր հարցի պատասխանը։ Շուշան ջան, ինչ է բիզնեսը մեկ բառով։ Մեկ բառով, ալիք։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր Արևիկ զարգացման կենտրոնի հիմնադիր Շուշան Հարությունյանը։